Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ, բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է օպերային երգիչ Արամ Խաչատուրյանը եւ մենք պետք է խոսենք Արամի հետ վերջին գրեթե կես տարվա գործունեության մասին, քանի որ նախկինում առիթներ ունեցել ենք հանդիպելու, տարբեր առիթներով նաեւ ներկայացրել ենք Արամի գործունեությունը։ Նորից հիշեցնեմ, որ Արամը ծնունդով Սիրիայից է, երկար ժամանակ արդեն սովորում, աշխատում է հայրենիքում եւ Արամ անցյալ տարի հնարավորություն եղավ վերադառնալու Սիրիա արդեն համերգներով։ Տարիներ անց, երկար ժամանակ անց, 6 տարի անց հնարավորություն ստեղծվեց։ Նախ տպավորությունները, կարոտը եւ հանդիսատեսի հետ շփումը։ Իմ համար շատ էմոցիոնալ պահ էր եւ շատ սպասելի տարիներ շարունակ ինչքանով որ պատկերացնում էի, որ ես պետք է հասնեմ միջազգային հաջողություններու նախքան միջազգային ստեղ հայրենիքում Հայաստանում, բայց միևնույն ժամանակ էլ միշտ իմ պատկերացումների մեջ կար, որ մի օր պետք է վերադառնամ Հալեբ եւ այնինչը որ 4 տարվա ընթացքում կոնսերվատորիայում սովորեցի եւ վոկալ տեխնիկապես ես զարգացա, այդ իմ ամեն ինչը ուզում էի ցույց տայի եւ ինչ որ նոր բան տանեի Հալեբ։ 6 տարի հետո շատ ուղղակի բառ չեմ գտնում նկարագրելու, միտեղ կասեի շատ անհասկանալի պահեր, որտեղ 6 տարի հետո ես տուն վերադարձա եւ երբ որ առաջին անգամ տուն մտա, խենթի պես սկսեցի պատերի հետ խոսալ եւ ասել ես եկել եմ տուն, իմ տուն, ես եկել եմ 6 տարի հետո ու որոշ մարդիկ կային իմ սրտին շատ հարազատ էին եւ իրոք շատ կարոտել էի Համերգները շատ հաջող անցան, կարելի է ասել, 3 համերգ ունեցա Հալեբ։ Մենահամերգ։ Այո։ Մի հատ դաշնամուր, վոկալ դաշնամուր, դաշնակարը Կարո Արսլանյան, ինքը նաև բժիշկ է, բայց միևնույն ժամանակ հրաշալի երաժիշտ է, թե դաշնակահար, թե թավջութակահար։ Իսկ մյուս 2 համերգները Սենեգային նվագախմբի հետ 20 ամյակներ այդ նվագախմբին։ Հասկանալի է։ Արամ, իսկ հանդիսատեսի մոտ փոփոխություն նկատելի էր։ Հանդիսատեսի ընդհանրապես տրամադրությունները ազդել էին նաև երաժշտական ցանկությունների, ընդհանրապես համերգ գնալ, չգնալ, արժի այս պայմաններում ընդհանրապես երաժշտական նաև որևէ ձեռնարկի ներկա լինել։ Դահլիճը ֆուլ էր, առաջի համերգը մենք Դաշնամուրի հետ, Գարոյի հետ որ ունեցանք, Կավաֆյան դահլիճում էր, HBU-ի, ուղղակի միտեղ շնչելու տեղ չկար, այսինքն, իսկ մյուս 2 համերգները գլխավոր համերգասրահն էր, այո, միտեղ ոնց ասեմ, միտեղ ազդում էր այդ պատերազմը, որտեղ այդ ժամանակում, որ այնտեղ գտնվեցի, մի օր բախումներ եղան։ Այդ ժամանակ 2 թաղամաս կար Հալեբում, որ քյուրդերի Քասադի տիրապետության տակ էր եւ իշխանության ուժերը եւ Քասադի ուժերը բախման մեջ եղան եւ մենք հաջորդ թե 2 օր հետո համերգներ ազդեց, այո, այդ մի օրը օրինակ այդքան էլ ֆուլ չէր դահլիճը, բայց երկրորդ օրը, Կիրակի օրը ուղղակի մարդիկ աստիճաններում նստած էին, հաջող էր, շատ հաջող էր եւ իրենց համար նորություններ շատերից ես լսեցի, որ ուղղակի ինչ որ նորություն էր, իրենք շատ գոհ էին եւ շատ ուրախ էին այդ համերգից։ Դարձյալ կա մտադրություն վերադառնալու, համերգներ ունենալու։ Այս պահին ինչ որ լուրջ բան դեռ չկա, բայց ես միշտ պատրաստ եմ, այսինքն սիրահոժար իմ ծննդավայր վերադառնալ, ինչ որ բանով օգնել, տալ իմ համար շատ հաճելի է։
Ամեն դեպքում համայնքը շարունակում է դարձյալ մշակութաստեղծ, մշակույթի նկատմամբ հետաքրքրությամբ, այսինքն երևի թե նաև համայնքի կենսունակությունը նաև այս հանգամանքի մեջ է եղել կրթություն, մշակույթ, եկեղեցի, այս երամիասնությունը կարողացել է նաև պահել եւ կենսունակությունը պահել համայնքի։ Մի հատ փոքր Հայաստան է։ Այո, իսկապես։ Արա մենք այս պայն հնարավորություն ունենք հենց այդ օրերի համերգներից հատվածներ դիտելու։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայոց Գերեվարից հաղորդաշարում իմ զրուցակիցն է օպերային երգիչ Արամ Խաչատուրյանը։ Այս պահին պետք է լսենք, դիտենք հենց այն համերգներից, որոնք տեղի են ունեցել Սիրիայում Արամի մասնակցությամբ, հատվածներ եւ կշարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ So weary when troubles come and my heart burdens me, then I am still and wait here in the silence until you come and sit a while with me. Raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders. You raise me up more than I can be. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders. You raise me up to more than I can be. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders. Raise me up to more than I can be. You raise me up so I can stand on mountains. You raise me up to walk on stormy seas. I am strong when I am on your shoulders.
up to more than I can be. You raise me up to more than I can be. Բարեկամներ, շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է օպերային երգիչ Արամ Խաչատուրյանը։ Այսօր մենք խոսում ենք Արամի գործունեության մասին, դիտեցինք Սիրիայում տեղի ունեցած համերգներից հատվածներ եւ պետք է անդրադառնանք նաեւ հայաստանյան գործունեությանը։ Արամ, համագործակցություն տարբեր մշակութային կառույցների հետ, տարատեսակ համերգային ծրագրեր, օպերային համերգներ եւ նաեւ համագործակցություն օպերային թատրոնի հետ։ Այո, Հայաստանում ինձ շատ հաճելի է, որ ես իմ մասնագիտության մեջ աշխատում եմ, միտեղ զգում եմ, որ այդքան էլ գնահատված չեմ, բայց միտեղ նաև զգում եմ, որ չէ, գնահատված եմ, որովհետև շատ քչերն են, որ կոնսերվատորիան ավարտելուց հետո կարողանում են որպես նամանավանդ դասական վոկալիստ գոնե ինչ-որ մի ձև շարունակել, միտեղ երգել, որտեվ մենակ խոսքը առիթի մասին չի, խոսքը համբերության մասին է, խոսքը կամքի մասին է, ինքը ուրիշ մասնագիտություններից տարբերվում է եւ միտեղ կասեի ապերախտ մասնագիտություն է։ Հայաստանում, այո, Փառք Աստծո, իմ մոտ ստացվում է, ես երգում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում, օպերային թատրոնում որպես պայմանագրային մեներքիչ արդեն մի տարի է ինչ ընդունված եմ որպես մեներքիչ, դրանից առաջ էլ մի շրջան երգչախմբում էի երգում, բայց իհարկե շատ բարդ է։ Իսկ կոնսերվատորիայում նաև ստուդիայում, օպերային ստուդիայում երբեմն ներկայացումներ, որ լինում էր վերջինս Սևիլյան Սապրիչում գլխավոր դերում էի Ֆիգարոյի, դրանից արած Ջանիսկիքի, որպես Ջանիսկիքի Եվ իհարկե շատ համերգներ։ Այո, թե սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ ֆիլհարմոնիկում եւ տարբեր առիթներով սիմֆոնիկ նվագախմբի հետ, թե սուբծննդյան համերգի ժամանակ, վերջինը արդեն Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբներ, եւ թե տարբեր մի անգամ ժամանակակից սիմֆոնիկ ներկայացում ունեցավ սիմֆոնիկը եւ այդտեղ բարիտոնի պարտիակար ես Արամ բավականին շատ է այնպես չէ որ քիչ է գործունեությունը շատ բազմաճյուղ է իմ համար միտեղ քիչ է դե վստահ սա այն տարիքն է որ ձայնի ծաղկման հնարավորությունների ուժերի բայց ամեն դեպքում նաեւ իսկապես շատ է գործունեությունը եւ մենք էլ կողքից երբ որ հետևում ենք ձեր գործունեությանը անդադար է անընդհատ է համերգները ելույթները իսկապես շատ կարեւոր է այդ անընդհատ աշխուժ մասնակցությունը արվեստագետի համար այո այդ շարունակական լինելը շատ կարեւոր է որովհետեւ միտեղ հենց այդ մեկն է այդ պայմաններից մեկը որ արտիստին ապահովում է շարունակական աճ արտիստը միայն ինքը որտեվ մեր մասնագիտությունը որպես վոկալիստ, երգիչ միտեղ շատ նման է սպորտի։ Մենք պետք է ամեն օր զբաղվենք, պետք է մեր ձայնը warm-up անենք, նոր բաներ սովորենք, բայց եթե որ առիթ չունենանք բեմում այդ ամեն ինչը շոշափելու, միտեղ թերի է մնում, այսինքն առիթն է միտեղ ապահովում արտիստին շարունակական այդ աճը։ Փառք Աստծո, կամաց փորձում եմ միշտ այդ առիթները լինեն, թե վերջերս մաստեր քլասներ էլ եղան աշխարհի ամենակարևոր եւ հռչակավոր դիրիժորներից մեկն էր եկել Ջանլուկա Մարչիանո իր հետ ունեցա մոտակա օրերին
նաև ունեմ master class-ներ մասնակցելու։ Այդպես։ Նաև մշտապես մարզավիճակում լինելու այդ կարևորությունը։ Օպերայում էլ նոր դերեր եմ սովորում, պատրաստում, հանձնում եմ եւ սպասում եմ ինձ հերթ գա, որ հրաշալի է։ Արամ, մեր հանդիպումը երկար էինք պայմանավորվել, որ պետք է լիներ, ուրախ եմ, որ հատկապես անդրադարձ ունեցանք Սիրիայում տեղի ունեցած ձեր համերգներին, վստահաբար առաջիկայում նաև նոր առիթներ կլինեն հանդիպելու, ներկայացնելու ձեր գործունեությունը, քանի որ վանաձայնի եթերում նաև երիտասարդ կատարողներին պարբերաբար ներկայացնել եւ առավել եւս սիրիահայ արվեստագետին, ով տեղափոխվել է հայրենիք եւ իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է այստեղ, իսկապես կարեւոր է։ Շնորհակալություն հարցազրույցի համար, նոր առիթներ անպայման կստեղծենք եւ վանաձայնի եթերում կներկայացնենք արդեն նոր ծրագրերը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Գերևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր օպերային երգիչ Արամ Խաչատուրյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Արցունքներովս ոտքը ցերփելու ծուր փանգին երկիր Հայաստան Մենք նույն կաղնի տարբեր ճյուղերն ենք Մենք նույն թռչունի երկու թևերն ենք Նույն չար ոսոխի միակ զոհերն ենք Բայց այոզ ավակ եղբայր հայրենի Ես քեզի կուգամ հեզ ու երկյուղած Սեմիտ կանգնելու, հողըտ պակնելու, արցունքներովս ոտքը ցրփելու Սուրբ անգին, երկիր Հայաստան Ես կուքամ համես սրտապած վերակնքվելու ջորով սևանի Իմ սիրտը հսում է ամեն մի հայու որ ես նույնանամ քեզ մով հավիտյան Ես քեզի կուքամ Սեմիտ կանգնելու, հողըտ պակնելու, արցունքներովս հողըտ սրբելու Սուրբ